Եվ այսօր ես գալիս եմ այստեղ չափազանց հուզված և զգացված երկու զգացմունքներ կան իմ մեջ։ Ես 33 տարի է վեր կաթողիկոս եմ և մինչև հիմա չեմ եղել դատեվիվան։ Գալիս եմ ուշացումով 30 տարի հետո եմ գալիս։ Լավ եղավ այդպես, թե ոչ, հարց է։ Մենք մտածում եմ, որ լավ էր, որ ես ավելի շուտ գայի։ Մեկ էլ մտածում եմ, լավ է, որ մի քիչ ուշացումով եկա։ Որովհետև եթե ես եկած լինեի այստեղ այցելության, ասենք 20 տարի կամ 30 տարի առաջ, երևի պիտի գայի իբրև սովորական այցելու կամ ուխտավոր մի քանի հոգևորականներով, գուցե ցեզանից էլ 10-20 հոգի լինեին այստեղ, չգիտեմ։ Բայց հիմա տեսնում եք, մենք որ եկանք Կարեկին Լեապար կաթողիկոսի հետ, դակավին Եղեգնացորից սկսյալ Սիսյանից և նաև այստեղ մեզ թիմավորում է բազմահազար քաղաքացիներով, դպրոցականներով և չախումբերով և մանավանդ ղեկավարությանը ներքով ծեր քաղաքային և կուսակցական ղեկավարներին։ 20 տարի առաջ այդպես չէր լինի իմ այցելությունը այստեղ։ Ես փառք կտամ Աստված, որ ուշացումով եկա, գուցե լավ եղավ, որպեսզի այսպես ընդունվի հայոց կաթողիկոսը և Կիլիկիո կաթողիկոսը, այսպես ընդունվի համաժողովրդական ցնծությամբ և պետական իշխանության առաջնորդությամբ։ Այս կբարդին մեր վերջի տարիների վերակառուցման հետևանքով տեղի ունեցած փոփոխություններին յանքի ամեն ասպարեզների մեջ նաև եկեղեցական կրոնական ասպարեզում նոր ճանապարհ է բացվում մեր եկեղեցու առաջ և այդ ճանապարհով ավելի ազատ և ավելի համարձակ հարաճ պիտի ընթանան շրջապատված ցեզմով մեր ողջ ժողովուրդով, որպես ճշմարիտ և հարազատ հետնորդները Սուրբ Գրիգոր Լուսավորչին և մեր բարեբախտ և երանելի հայրապետներին, վարդապետներին և մեր հավատացյալ ժողովուրդին։ Սիրեցյալ եղբայր ամենայն հայոց պեհապար հայրապետ Վազգեն առաջին կաթողիկոս, սիրելի հոգևոր եղբայրներ և թանկագին հավատագից, արյունագից, անվանագից և ճակատագրագից եղբայրներ և քույրեր։ Ես գալիս եմ արտասահմանից, ես չեմ ծնվել Հայաստանում, այժմ Աստծու կամքով և մեր ժողովրդի ընտրությամբ եղել եմ կաթողիկոս Մեծիտան Կիլիկիո, Կիլիկիայի կաթողիկոսն եմ, բայց ինչ ասեմ ձեզ, ես Կիլիկիան չեմ կարողացել տեսնել և չեմ կարողանա տեսնել, որովհետև մեր դարավոր թշնամին թուրքը թուրք հոգեց հայությունը Արևմտահայաստանից և Կիլիկիայից և մենք աշխարհով մեկ շրվեցինք, մի կտոր հայ Լիբանան, Սուրիա գնաց, մի ուրիշ կտոր, ուրիշ խումբ հայ Ֆրանսիա և Եվրոպա, միջին Արևել, մինչև Զարակմին Արևել, մինչև հեռավոր Ամերիկաները և դարձնվեցինք, բաժան կտոր եղան ու մեր փողից փոխվեցինք։
Բայց այսօր փառք քեզ Աստված ասում եմ, որ ես իմ հարազատ հայրենի աշխարհից մեջ եմ, մեր հայրենի շունչով, քրդինքով և արյունով արետեր դարձած մանավանդ այս դունյալ աշխարհի մեջ։ Եվ գիտեք, թե որքան ես ուրախացա և իմացա Տեհապար Հայրապետից, որ նա վերահաստատել է Սյունյաց արքեպիսկոպոսություն։ Եվ հավասիկ մեզի Պարիկալստյան խոսք ուղղեց ձեր նոր հոգևոր առաջնորդը Աստողիկ եպիսկոպոսը, որի համար շատ լայն գործունեության դաշտ է բացվում այս օրվանից սկսյալ։ Եթե մի պատկերով ձեզ ուզեմ ասել իմ խոսքը շատ կարճ բառերով, ես այդ բառերը պիտի առնեմ մի բանաստեղծի։ Եկեղեցին հայկական մեն մի հարին տակկետնի դեպի երկինք հացատով գաղթի ճամփար ունի։ Ձեր թշնամիները եկան, քարը փոշիի վերածեցին, շենքը ավերակի վերածեցին, մեծոր ճամփաները կոչեցին, բայց այդ հայուց սրտերով անցնող ճամփան, գաղթի ճամփան, հավատքի ճամփան չգրցան խփանել։ Եվ այսօր ես իմ շնորհակալությունը և գնահատությունն եմ հայտնում մեր հայրենի պետության, նրա ներկայացուցիչներին, լինի Երևանում, լինի Էստևում, որ իրենց աչքի պիպերի պես կուրկուրանք են ցույց տալիս այս տաճարներին հանդեպ։ Օրհնյալ լինին ձեր ձեռքերը, աշխատավոր եղբայրներ, դուք որ մուրճով քարին նոր կյանք եք տալիս և այս վանքը վերադարձնում եք։ Ախր ինչ ասեմ ձեզ, մենք գրքերում ենք կարդում Տաթևու վանքի մասին։ Ես և աշակերտ եմ ես սարգարակների նման մեր դպրեվանքում, մեր հոգևոր ջեմարանում, ես կարտացել եմ պատմությունը, իմ սեղանի մոտն է ես քարինտակ ջկնած Գրիգոր Տաթևացու ամարան, ձմերան, հատորները, գիտ հացմանցը բաց եմ անում, կարդում եմ, ներշնչվում եմ, իմացապես և հոգևես հարստանում եմ։ Հիմա որ տեսա այս տաճարը, տեսա այս վանքը, և ես ասեցի, թե ինչպես մեր հոգևորականները ինչպես մեծ մտքերով զորացուցել են մեր ժողովում։ Աստված ինչպես ասում էի մի ուրիշ տեղ, թար տվեց մեզ, այս լեռները տվեց, ասենք լեռներից, տաճար, ամեն մի քարը որ տվեն այդ բարձրերը, այս գարարավերը որ հղացել այս տերեցությունը, այս կամակները, այս տևի երկինք վերացնած, գնաց կհավատքի, այդ չի գորից։ Եվ այսօր ողջունում եմ ձեր մեջ, հավատքի այդ կենտրոնությունը, ռային բռնեցեք, ամուր բռնեցեք այդ հավատքը։ Այս քարերին շունչ տվեցեք, որ մեկ էլ երբար ու կան, ուղարկեք Երուսաղեմներին, կան, տեսնեն ձեզ, շրապեն ձեզ հետ, և դառնան առավել հայ, ճշմարիտ հայ, փողով ծնող հայ։ Եվ ադոր համար ես ուզեմ միայն ագել իմ խոսքը, չեմ ուզում ձեզ երկար պահել և ասել միայն այն դրվագը, որով մի օր ես գնացի Բասկաստանի գողմը Հայաստանի, Ատրպատական նահանգը, էնդեղ Սուրբ Թաթեի վանքը այսպես կանգնած է, էնդեղ մի ժայռ կար, այդ ժայռում Թաթեոս առաքյալը Հիսուսին, և սրախոհով նահատակվեց, ժայռը բացվեց, մարմինը ժայռի մեջ ամփոփվեց, բայց ժայռը ինձ հավատ տվեց։ Եվ այդ Թաթեի վանքը էնդեղ ամեն տարի տասնյակ հազարներով մարդիկ են գնում, ուխտ են անում, քարերից հավատք են ըմբում, և իրենց հայությունը օդար ամայի ջանքերի վրա ողջ են պահում, առողջ են պահում։ Եվ հետևաբար ինչ գեղեցկություն, որ այսօր կտեսնեմ այս քարերը, այս օրհնածային քարերը, այս պատգամախոս քարերը,
եւ սրդորս ասում են, հավել իմեզ դեր ամենագալ, ըս հավատ, ըս հույս, ըս սեր եւ զամենայն գործս առաքինության, առաքինի գործով, սիրով, հույսով եւ հավատքով վերանորոգված կպաշտվենք մենք այսօր։ Մի խնդրանք ես, ով այսօր այս տաճարի դուրս կգա առանց փոխված լինելու, նա իրական հայ չի։ Ես փոխվեցա, ես ավելի գեղեցկացա իբրև հայ, ձեզ տեսնելով, ձեզ հետ հաղորդվելով, այսօր ամենքիս համար մի տեսակ վերածնունդ է, մարդ մարմնով մի անգամ կծնի, բայց հոտով պատում անգամ կծնի, եւ այսօր հոգեգան կերպարանափոխության, պայծառակերպության, վերածնունդյան օր պիտի լինի, դուք երեխաներ, դուք օրիորդներ, դուք բարոններ, հավատացեք ամենայն հայոց կաթողիկոս եկեղեցի, 85 տարվան մեջ հիմա եկեղեցի ես առաջին անգամ եւ գալիս է Աստծո խոսքը բերում, այդ խոսքը արեք հացի պես, ջրի պես, աղի պես եւ լեցուցեք ձեր հոգին, ախր մարդը միայն միս ու ոսկոր չի, մարդը հոգի է, մարդը ասկ է, բադիվ ունի եւ այդ բադով ապրեցեք քրիստոնեական հավատքով եւ ասկային գիտակցությամբ հավելի մեզ դեր ամենագալ, ըս հավատ, ըս հույս եւ ըս սեր։ Ամեն։ Անընդհոր եւ որդվո եւ հոգույն սրբո ամեն։ Էս միածինն իհորե եւ լույս պահած ընկնվա։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այս խոսքերով մենք մեր եկեղեցիներում ողջունում ենք Սուրբ Էջմիածնի վանքի հիմնադրությունը նրա հիշադակը։ Էջմիածինն իհորե նշանակում է Աստուծո որդին իջավ իր հորից Արարատյան տաշտ եւ լույս պարած ընթնմա, այսինքն Աստուծո որդին կամ նրա հոգին իջավ հայոց աշխարհ եւ իր հետը φέρեց լույսի փառքը, այստեղ անշուշտ խոսքը արևի լույսի մասին չէ, այլ հոգևոր լույսի մասին, հոգևոր լույսի փառքը, որ քրիստոնեական հավատքի շնորհիվ նրա միջոցով Քրիստոսի ավետարանով Փաշխվեց մեր ազգին, սրանից 1700 տարիներ առաջ, մոտավորապես։ Դա պատահեց 301 թվականին, 1700 տարի հետո, այսինքն 2001 թվականին մեր եկեղեցին, մեր ժողովուրդը, մեր պետական իշխանությունն էլ բոլորով պիտի նշենք Սուրբ Էջմիածնի հիմնադրության, քրիստոնեական հավատքի կամ եկեղեցու հիմնադրության 1700-ամյակը։ Եվ այդ հոգու լույսով մեր ազգը կազմավորվեց իբրև ազգություն, իբրև ժողովուրդ կար հայ ժողովուրդը նաև քրիստոնյա լինելուց առաջ, դրա պատմությունը հայտնի է մեզ, բայց հայ ժողովրդի ազգային
ոգիգություն կազմավորվեց հատկապես այդ ոգեգան լույսով։ Այդ ոգեգան լույսով Սուրբ Մեսրոպ կդավ մեր այդուպենը և բարգևեց մեր ազգին։ Այդ ոգու լույսով թարգմանվեց Սուրբ Գիրքը 5-րդ դարում սկիզբին և հիմքը դրվեց դրանով հայոց քրագանության նկարագիրը։ Այդպես է, որ այդ ոգեգան լույսով մեր ազգը ապրեց դարեր շարունակ, երբեմն շատ դժվարին պայմաններում, բայց միշտ նա հաղթական դուրս եկավ ի վերջո, վերակդավ իր կյանքը, իր կյանքի խաղաղությունը և մանավանդ կարողացավ իր ուժերը մեծտեղել և ստեղծել նոր կյանք, նոր վերածնունդ, նոր աշխարհույս։ Այդպես եղավ նաև 1915-ից հետո։ Ես հիշում եմ այս լուսո խորանից ես բերում եմ ձեզ իմ հայրապետական ողջույնը, իմ սերը ձեզի բոլորիդ, իմ գարոդը և իմ մաղթանքը, աղոթքը, որ Աստված միշտ խաղաղության և շարորության մեջ պահպանի այս սույնյաց աշխարհը իր համայն ժողովուրդով և իր քաղաքային իշխանություններով։ Իմ ողջույնը կբերեմ մանավանդ այս հրապարակին, որ գրում է Մխիթար Փարապետի այն մոռանալի հիշադակը, և որին նաև զուգակցում ենք հիշադակը մեր բոլորիս սիրելի և բաշխելի հերոս Զորավար Ալթրանիկին, որ ինչպես քիչ առաջ պատած տվեց ինձ, հենց այս դիմացի շենքում բնակվել է և այնտեղից խոսել ձեր նախորդներին, ձեր հայրերին և ձեր մայրերին։ Մենջի դանն Գիլիգյո Կաթողիկոս Կարեկին երկրորդը, որ Գիլիգյան Հայաստանի ժառանգությունն է պահպանում և փառքը մեր օրերին լիբանանյան հյուրընկալապերին 70 տարիների ի վեր 1915-ի գոդարազներից հետո։ Նա մեր հոգևոր եղբայրն է և պապաց հայտնեց, որ իմ այս այցելության առիթով դեպի այս շրջանները ընկերակցի ինձ, ես կնդապած ընդունեցի իր առաջարկը և ահա ներկայացնում եմ ձեզներ։ Կյանքիս երջանկագույն պահերից մեկն եմ ապրում այսօր։ Այս երկօրյա այցելությունը ամենայն հայոց բեհապար հայրապետի Վազգեն առաջին կաթողիկոսի հետ միասին պատմական նշանակություն ունի ոչ թե միայն ձեզ համար, այլ նաև մեզ համար։ Թող սերունդն է, ապրեք երեխեք, բայց մեզ մեջ ապրեք, ապել ապրեք։ Մենք եղանք Երեգնաձորում, եղանք Սիսիանում և այս առավոտ եղանք Դատեւի բանկում։ Նրանք ոչ պատմում միայն Երևանի մասին, կամ Սուրբ Էջմիածնի մասին, ես եղել եմ այնտեղ 4-5 անգամ, բայց կյանքումս առաջին անգամն է, որ լինում եմ Սյունյաց աշխարհում և Գորիսում, և հետևաբար, երբ վերադառնամ, պատմեմ, թե Գորիսի մեջ, Սյունյաց աշխարհի մեջ մեր ժողովուրդը հողից կյանք է հանում և իր վերքն է դարմանում Լենինականի և նոր ծնունդներով
բազմանտամ երդասարտությամբ մենք գնալու ենք ու սպասում ենք վարտահեղեղ արշալույսին, որ գալիս է մեր ապակայի համար։ Թող Աստծո օրհնությունը ըլլա ձեր վրա։ Շնորհքը առանա մեր մանուկներին, դպրոցականներին, երիտասարդներին վրա։ Քանեցեք առաջ, մեր ժողովրդի նշանապանն է այժմ, ոչ դեպի անցյալ, դեպի ապակա եւ դեպի դերեր ու փաստու։